Ասել։ Սկսենք աղոթով անհար եւ որդվոյ ոգնեսը պամեն այր մեր օրերգինս ես սուրբ եթանունքո եգեսարկը յունքո եղեցին գամքո որպես երգինս եւ երգրի ըսած մեր հանաբազար որ մեզ այսօր եւ թող մեզ բարդիս մեր որպես մեկ տոնք մերոց բարդաբանած եւ մի դանիրս մեզի փորձություն արբուրգյազ մեր չարե զիքոյ արքայություն եզորություն եւ պարկավիտյանս ամեն ողջույն քեզ Մարիամ միշնորոք Տերն քեզ օրհնյալ ես Տիգանայս եւ օրհնյալ է բդող որովայնի քո Հիսուս Սրբի Մարիամ Մայր Աստծո բարեխոսիա վասն մեր մեղավորացս այժմ եւ ժամում ահվան մերո ամեն Փարքոր եւ որդվոյ ոգնույն սրբո այժմ շվավիդյանը սադինից ամեն Տակույի խաղության աղոթյա վասն մեր Միշկսյամ սկսել հասնելով եթե հարց ունեք Պանարակի ֆիրմը դիտեցիք դրամասին ով մեգենիտ կուզեպ ամասել ինչպես աստեց իր ուրան Պատարակի մասի ֆիլմը, չէ՞։ այո Այո, շատ հետաքրքիր էր։ Ինձ տպավորեց մանավանդ դա, երբ մի մարդը աղոթ կեներ ու Հիսուսը դիկնգան քսեոր այս մարդը մենակ խնդրանքներ ունի ահա, իչիս հետ չասած որ ինձի սիրեգը, то есть Աստված հաստատ ծարավ որ իրեն ասենք որ մենք իրեն սիրենք, իրեն ինքը իդիկ արտահայտեց։ Ինձ համար էդիկ շատ մնաց մեջս։ այո կմարնանք որ կարիք ունենք ասելու Հիսուսին որ սիրում ենք իրեն եւ այդ սերը որ մենք պիտի ասենք Հիսուսին միայն խոսքը ասել որ Հիսուս սիրում եմ քեզ բավարար չէ որովհետեւ սիրել նշանակում է ընդունել ուրիշը եւ այսօր եւ որ ես ասում եմ Հիսուսին սիրում եմ քեզ նշանակում է որ ես ընդունում եմ բայց ինչ եմ ընդունում ես Աստված կատարյալ է Հիսուս կատարյալ է բայց Հիսուսի սորվեցած ես պիտի ընդունեմ եւ ինչ է սորվեցնում սիրեցեք իրար ինչպես ես ձեզ սիրեցի սա է ուրեմն եթե ես կուզեմ ասել Հիսուսին սիրում եմ անիմաստ կլինի եթե ես դա չի կործատրեմ ցույց չի տամ այդ սերը իրականացնելով ուրիշները ընդունելու համար եւ ուրիշները ընդունելը հեշտ չէ մանավանդ սկսելով մեր ընտանիքին մեջը որքան դժվար է չէ տեսնել ուրիշին մեջը մեր ընտանիքի անդամների մեջը տեսնել Հիսուսին որքան դժվար է Շաբթվա սկիզբը անտիպեցին երկու անձերի երկու դիգիններ եղած էին եւ երբ որ գրկնեցի այս խոսքերը որ մենք պետք է ընդունենք
մեր 4 կողմինները, մեր ընտանիքի անդամները եւ արտահայտությունը եղավ, որ ինչպես ընդունել, երբ որ կտեսնենք այդ անձը մինչև վերջը հարբած է, մինչև վերջը հայում է, այս է անը։ Իրեն մեջը ինչպես կարող ենք Հիսուսը տեսնել։ Կարելի է տեսնել Հիսուսի այդ անձին մեջը։ Ինչ կգործեք։ Այո, Հարբածին մեջ ինչպես Հիսուսը պիտի տեսնես, հայույողին մեջ ինչպես պիտի տեսնես Հիսուսը։ որովհետև մարդկային տկարությունն է։ Դա շատ շիտակ է։ Եվ այսինքն, երբ որ տեսնում ենք Հիսուսին, այդ անձին մեջը, մեր դիմաց եղող անձին մեջ, երբ որ ես տեսնում եմ Հիսուսին, դա չի նշանակում, որ ինքը գադարյալ ցևով է, որ ներկայանում է ինձ, այլ աղավասիկ Հիսուս աղավաղված է։ Իրեն նկարը աղավաղված է այդ անձին մեջը։ Եվ խնդիրը ուր է, կամ կարևոր կետը ուր է։ Կարևոր կետը այն է, որ ես եւս աղավաղված եմ։ Ես եւս կատարյալ չեմ։ Եվ ուրիշը իմ մեջս պիտի տեսնե Հիսուսին, պիտի կարողանա տեսնել։ Նույնքանով որ դժվար է, որ ես տեսնեմ Հիսուսը ուրիշի մեջը, այնքան դժվար է ուրիշին տեսնել Հիսուսը իմ մեջս։ Բայց եւ այնպես պիտի աշխատենք Աստծո օգնությամբ, պիտի աշխատենք տեսնել այդ անձի մեջը Հիսուսը, որ ներկա է։ Դժվար է, բայց կարելի է։ Եվ նույնիսկ եթե շատ անգամներ հաճախ մենք ծախովենք, բայց պիտի վերադառնանք, ծայրեն պիտի սկսենք։ Եվ նորեն պիտի հիշեցնենք մենք մեզ, որ դիմացինը Հիսուսն է։ Եվ իր հետը պիտի վարվեմ, ինչպես որ կվարվեի, եթե Հիսուս երկինքեն իջներ իր անխուժ պայքով։ Հեշտ չէ։ Եվ վաղը չպիտի կարողանամ ես ասիա ամբողջությամբ իրականացնել, բայց պիտի աշխատեմ։ Վաղվա էլ պիտի չսպասեմ, այսօրն է պիտի սկսեմ։ Լավ, հիմա կանք մեր դասին եւ մենք նայում ենք ծիսակատարության։ Ձեզ ասեցի, որ մի քանի էջ կարտակ, կարտացիք, չկարտացիք, չգիտեմ։ Ուրեմն, գրքի այս էջը նայելուց առաջ կուզեմ վերադառնալ եւ խոսալ ծիսակատարության ընդհանուր կապարի վերաբերյալ։ Եվ
անշուշտ ամենը առաջին կետը, որ մենք պետք է հասկանանք այն է, որ ծիսակատարության կակատնագետը Սուրբ Պատարագն է։ Սա է իսկական ծիսակատարությունը, բայց Պատարագը նաև ինչ է։ Պատարագը մեզ ներկայացնում է, մեզ դանում է դեպի հավիտենականություն, ուր Հիսուս համբարձումից հետո, այսինքն ավակ հինգշաբթի, ավակ ուրբաթ, սադիկ համբարձումից հետո գտնվում է Աստծո աջ կողմում եւ ինքը կատարյալ ծիսակատարությունը իրականացած եւ այդ հավիտենականության մեջ է, որ իրականացվում է, շարունակաբար իրականացվում է։ Բայց հոն հասնելու համար եւ նորեն, այսինքն կարելի հայր անգամ եթե կրկնեմ շատ չէ, հասկանանք այդ ամենը, որ աստվածագործության նպատակը Աստծո համար այն էր, որ մարդուս դա առատ կյանք։ Եվ այդ առատ կյանքը, որ մենք պետք է ունենանք, եւ Հիսուս երբ որ եկավ աշխարհ, ասեց եկա, որպեսզի կյանք ունենանք եւ ունենանք դա առատորեն։ Եվ այդ առատ կյանքը եթե մարդը մեղանչած չլիներ, մարդը պիտի կարողանար իր առօրյա կյանքով Աստծուն մատուցել այդ կատարյալ ձեսը պաշտամունքը, որ ամեն աստվածված անց այդ բարձական է դալ։ Բայց մեղքի պատճառով ամեն ինչ փոխվեց։ Եվ Աստված շատ տանտաղորեն պատրաստեց ինչ էր, որ պատրաստում էր այդ համբարձումը։ Հոն է կատարելությունը եւ Աստված չափազանց երկար ճանապարհ անցավ, մեզ անցրեց ամբողջ մարդկությունը, որպեսզի հասկանանք այդ վերջնակետը, որ է համբարձումը, եւ մենք այս աշխարհից վրա իսկ կարող ենք այդ համբարձումի ծիսակատարության մասնակցել, սպասելով, որ կատարյալ ձևով մենք կմասնակցենք մեր մահվանից հետո։ Այդ հանգրվաններուն մասին ասկի առաջ խոսել եմ, միան գուզեմ բանել, ծեր ուշադրության հանցնել հատուկ ուշադրությամբ մտածենք Պասեքի մասին։ Պասեկը շատ կարևոր է հասկանանք, որպեսզի հասկանանք պատարագը։ Առանց Պասեկը հասկանալու մենք պատարագը չպիտի կարողանայինք հասկանալ, չափազանց դժվար պիտի լիներ։ Ուրեմն տեսնում ենք նաև, որ վերջին ընթրիքը, մենք ասում ենք վերջին ընթրիք, բայց Հիսուս ինչ էր անում։ Երբ որ Հիսուս նստած էր աշակերտների հետ այդ վերջին ընթրիքի ժամանակ
ինչ արիտով էր, որ նստած էին։ Պասեկի դանակատարություն էր, ուրախություն էր սա, ուրախություն, և մենք այսօր իրապես դժվարություն ունենք, որովհետև շիտակ ձևով չէ, որ մենք կարողանում ենք մտածել այդ ամենին։ Պասեկը, մինչև այսօր, և Հիսուսի ժամանակ նույնն է, Պասեկը, որ ովև ընտանիք, հրյա ընտանիք, որ Պասեկը դոնում է, այդպես լինում է, որ շատ հատուկ ձևով ամեն ինչը լինում է, գարը մորթված է, հատուկ ձևով պատրաստված է, 4 բաժակ գինի պիտի խմեն և նաև հոնդեղը դարը խոտ պիտի ուտեն և հացը պիտի լինի առանց ծտխմորի։ Ասոնք ամենը ուտելու համար, ուտելուց առաջ ընտանիքի ամենափոքր անդամը պիտի հարցնե ամենատարեցին, ասելով, որ ինչ է իմաստը այս ամենը։ Եվ այդ տարեկոդը պիտի ասե, մենք գտնվում էինք Եգիպտոսի քերության մեջ, ոչ թե մեր հայրերը, ոչ, մենք գտնվում էինք քերության մեջ։ Ուրեմն իրենց համար սա մի բան է, որ իրենք ապրում են, կարծես իրենք հոն էին, պետք է 1000, 2000, 3000, 4000, հիմա կա 3000-ին ավելի տարի առաջվա պատմություն է, և այսօր հրյան ասում է մենք, դու և ես, մենք գտնվում էինք այդ եգիպտական քերության մեջը և ասաց մեզ ազատեց։ Ուրեմն, երբ որ այս ձևով նստած են, ավակ հինգշաբթի օրն է, նստած են վերջին ընտրիկին և ապասիկ, երբ որ նոր պիտի սկսին և ընտանիքի մեծը կառնե հացը և գործնե հացը հատուկ աղոթքով և կբաժնե, բայց Հիսուս, որ արավ հացը և բաժնեց, բարձ օրհնություն չէր, որ ասեց, այլ ասեց, արեք կերեք, սա իմ մարմինն է։ Հրեաները, այդ քովը եղող, այդ աշակերտները, այդ առաքյալները ոչ մեկը չհասկացան, բայց և այնպես ոչ ալ հարցուց գրցան հարցնել բամը, ապշած էին։ Եվ հետո երրորդ բաժակը խմելուց առաջ Հիսուս առնում է այդ երրորդ բաժակը և ասում է արեք, խմեցեք, ասկե, սա իմ արյունն է, ասում է սա նոր ուխտի արյունն է։ Հիմա մենք բստիկ խնդիր ունենք, որովհետև երբ ասում ենք նոր գդագարան և հոս ասում ենք նոր ուխտ, իրականության մեջը նոր գդագարանի կրության մեջը նույն բառը, որ գործածվում է և գդագարանի համար և ուխտի համար նույն բառն է։ Եկեղեցին այդպես պատահեց, որ այդ երկուսը իրար մեջ անջատեց և նոր գդագարանը եղավ գրքերի հավաքածու, բայց իրականության մեջը նոր գդագարան բառը նոր ուխտ նույնն է, նոր ուխտ կամ նոր գդագարան բառը ամբողջ
նոր գդագարանի կրկերի մեջը միայն երկու անգամ կործածված է։ Մեկ ադա Ուղղասի ավետարանին մեջը վերջին ընթրիքի ժամանակ, իսկ մյուս անգամ, որ օգտագործվել է այդ նույն բառը, գտնում ենք Պողոս առաքյալի Կորինթացիների ուղղած առաջին նամակին մեջը։ Միայն հոն է, որ տեսնում ենք այդ նոր ուխտը, որ փոխարինում է այդ ուխտը, որ Աստված կնքեց հրեան ժողովրդի հետ Սինայի լեռում, երբ որ իրենք ազատվեցին Եգիպտոսից եւ եկան Սինայի։ Եվ սա եկեղեցին մեզ սովորեցնում է, որ սա այդ վարքյանն է, որ Հիսուս իր ամբողջ էությունը դալիս է մեզ։ Եվ սա գարն է, ինքն է գարը, Աստծո գարը, որ մեզ բիզի ազատե մեր մեղքերից։ Եվ ազատելու համար, ինչպես Եգիպտոսի մեջ գարը պետք է մորթվեր, Հիսուս ևս պետք է որ մորթվեր։ Ուրեմն Հիսուսի մահը խաչին վրա ահավասիկ սա ինչ է։ Սա զոհաբերությունն է։ Բայց մտածենք մի քիչ։ Ավակ ուրբաթ օրը, երբ որ առաքյալները եւ Հիսուսի ճանչվորները իրենց տունը կացին, արդյոք ոևէ մեկը մտածում էր, որ սա մի զոհաբերություն է։ Ոչ, չէին գնարացեով մտածել, բայց ինչու չէին գնարացեով մտածել, որովհետև հրեաներին համար զոհը պիտի մատուցվեր Երուսաղեմի մեջ, պիտի մատուցվեր տաճարում։ Բայց հավասիկ Հիսուս Երուսաղեմից դուրս է, որ խաչի վրա մեռնում է, եւ սա ոչ մեկուն մտքեն չէր գնարացնել, որ սա զոհաբերություն լիներ։ Իրենց համար ինչ էր դա։ Կործանում էր, մահաբադիժ, բադուհաս։ Այսցեւով է, որ իրենք ավագուրբաթ օրը եւ շաբաթ օրը այցեւով է, որ մտածում էին Հիսուսի մահվան մասին։ Բայց Հիսուս ինքը գիտեր եւ Հիսուս ասեց, ոչ ոք կյանքը չի կրնար ինձ մեղխլել, ես եմ որ կդամ եւ ես կուդամ եւ ես կարող եմ նորեն ստանալ այդ կյանքը։ Ինքը այդ կյանքին դերն է եւ այդ կյանքը դալիս է որպես զոհ, դալիս է որպես նոր ուխտ Աստծո եւ մարդու միջեւ։ Եվ սա վերջին ուխտն է, որովհետև Աստված տարբեր ուխտեր կնքեց, սկսելով Ադամի հետ, հետո Նոյի հետ, հետո Աբրահամի հետ, հետո Մովսեսի օրոք հրեա ժողովրդի հետ, հետո Դավիթի թագավորության հետ եւ ավասիկ վերջին ուխտը ամենակարևորը եւ վերջնականը ասկե հետո ուրիշը չպիտի լինի, սա էլ Հիսուսի մահվամբ է, որ այս անգամ Հիսուս ինքն է, որ մեռնում է խաչին վրա, այդ ժամանակվա մարդկանց համար, հոնեոների համար, բադուհաս մի կապա ոչրակործի
անմեղ ոչրագործի դատաբարդություններ, բայց վերջնական ծիսակատարությունն է։ Եվ այդ ծիսակատարությունը հասկանում ենք չափազանց գեղեցիկ ձևով, երբ որ մենք կարդում ենք հայտնության գիրքը վերջավորության։ Գառը մորթված է, բայց ապրում է, հարություն արա, այլևս մահ չի գա։ Եվ մենք դարերի ընթացքում մենք մասնակցում ենք Հիսուսի այդ մեկ զոհին, որ նա կատարեց խաչի վրա։ Ուրեմն, մեր ծիսակատարությունները մասնակցություն է այդ կատարյալ ծիսակատարության, որը միջոցով Աստված մեզ հրավիրում է, որ մենք մոտենանք իրեն եւ իր հետը ուրախանանք եւ մենք միանանք Սուրբ Երրորդության Հիսուսի Քրիստոսի միջոցով եւ երբ որ միանում ենք Հիսուսին, մենք ունենում ենք ներքին մի ուրախություն եւ մեր կյանքը ամբողջովին թեթևանում է, չի կրնար ծանր լինի, որովհետև մենք վստահում ենք Հիսուսին եւ գիտենք, որ մենք գտնվում ենք նրա ցերկերի մեջ, նա ով մեզ տվեց, ինչպես Սուրբ Պողոս ասում է, որ Հռոմեացիների նամակին մեջ է, ասում է, որ եթե ինքը մեզ տվեց իր կյանքը, երբ մենք մեղավորներ էինք, հիմա որ ինքը մեր մեղքերը կավեց, ոչինչ մեզ մեջ պիտի բայ։ Եվ ոչինչ չի կարող մեզ հեռացնել այն սիրուց, որ Հիսուս ունի մեզանից յուրաքանչյուրի հանդեպ։ Այդ ֆիլմը, որ տեսակ, մենք բզիկ նախատեսություն, նա շատ բաներ կան, որ շատ բան ասեցություն ունին, մեկ դե, որ գսե, որ երբ որ գլուխը պարսացուց և նայեց Հիսուսին բաննա սրբագործումեն հետո, տեսավ Հիսուսը, որ իրեն նայում է չափազանց հատուկ կերպով եւ ասում է, որ այսպես է, որ Հիսուս նայում է յուրաքանչյուրին, այսինքն մեր յուրաքանչյուրը Հիսուս մեզ նայում է, կարծես ուրիշի չկա, կարծես միայն մենք ենք, մենք չափազանց հատուկ ենք մեզանից յուրաքանչյուրը իրեն համար եւ ինքը այդ ձևով է, որ մեզ նայում է, այդ ձևով է, որ մեզ հետ հարաբերվում է։ Լավ, տեքստին գնալուց առաջ որևէ հարց կամ որևէ բան ուզեիք ասել։ Ուրեմն այդ մաս առաջին Աստված մեր դեպքում գործում է սուրբ նշանների միջոցով։ Ծիսակատարումը եկեղեցու պաշտոնական աստվածային պաշտամունքն է։ Սա 167 հարցումին պատասխանը աջ կողմի էջն է։ Ինչ է ծիսակատարումը։
եկեցու պաշտոնական աստվածային պաշտամունքն է։ Ծիսակատարությունը իրադարձություն չէ, որը կախված է լավ գաղափարներից և հիանալի երգերից։ Ոչ ոք ծիսակատարում չի ստեղծում կամ հորինում, այն կենտանի մի բան է, որը աճեց հավատքի հազարամյակների ընթացքում։ Պատարագը սուրբ և պատկառելի գործողություն է։ Ծիսակատարումը դառնում է հուզիչ, երբ մարդը զգում է, որ Աստված ինքը ներկա է դրա սուրբ նշանների և թանկագին հաճախ հնագույն աղոթքների ներքո։ Ծիսակատարումը անշուշտ առաջնահերթություն է եկեղեցու և անհատների կյանքի մեջ։ Ասենք ամենը, տեսեք, ուսամ կարողանում եք դուք բանալ ձեր ինտերնետի միջոցով և այս ամենը գարտալ։ Լիլիթ Էջը դարձուր գլուխ առաջին, որն է ծիսակատարման ամենախորը սկզբնաղբյուրը։ Անշուշտ Սուրբ Եղեցությունն է։ Աստված ինքն է սկզբնաղբյուրը այդ ամենին, որ նա մեզ հրավիրում է երկնային խնջույքի, Հոր, Որդու և Սուրբ Հոգու ուրախությանը մասնակցելու համար մենք հրավիրված ենք։ Աստված սեր է, նա կցանկանար թույլ տալ մեզ մասնակցելու իր ուրախության տոնին և մեզ շնորհելու իր օրհնությունները։ Օրհնություն բառը ինչ կնշանակի։ Օրհնությունը առատություն է, օրհնությունը պարգև է, որ Աստված տալիս է մեզ, երբ նա գոհ է մեզանից։ Աստված միշտ գոհ է մեզանից, բայց և այնպես։ Մենք որևէ մի բան անում ենք, որպեսզի այդ գոհացումը, որ Աստված ունի, լինի մի բան, որ արգելք չկա։ Արգելք հանում ենք և արգելքը, որ կարող է որ լինի, սա մեր մեղքն է, որն է յուրաքանչյուր ծիսակատարության էությունը։ Այլևս այդ ծիսակատարության էությունը ուրեմն նշաններ են, և այդ նշանները 171 թիվն է, այդ նշանները միշտ առաջին հերթին հաղորդություն է կամ ընկերություն Հիսուս Քրիստոսի հետ։ Յուրաքանչյուր ծիսակատարում ոչ միայն սոսկ պատարագի մատուցումը զատկի մանրապատկեր է, Հիսուս հայտնում է իր անցումը մահից կյանք և դնում է այն մեզ հետ։ Սա մի քիչ բացատրություն է, ինչ որ ասեցի վերջին 20-25 րոպեներին։ Աշխարհում ամենակարևոր ծիսակատարումը զատկական ծիսակատարումն է, որը Հիսուս տոնեց իր աշակերտների հետ Վերնադանը իր մահվան նախորդ գիշերը։ Աշակերտները կարծում էին, որ Հիսուս տոնելու է Իսրայելի ազատագրումը Եգիպտոսից։ Փոխարենը Հիսուս տոնեց ողջ մարդկության ազատագրումը մահվան իշխանությունից։ Դեռևս Եգիպտոսում կրան արյուններ, որ իսրայելացիներին պաշտպանում էր
մահվան հրեշտակից։ Այժմ նա ինքն է լինելու գարը, որի արյունը բրգում է մարդկությանը մահից։ Քանի որ Հիսուսի մահը ու հարությունը ապացույց են այն բանի, որ մարդը կարող է մահանալ եւ այնուամենայնիվ կյանք ստանալ։ Սա է յուրաքանչյուր քրիստոնեական դիսակատարման իսկական էությունը։ Հիսուս ինքն իր մահն ու հարությունը համեմատեց Եգիպտոսի ստրկությունից Իսրայելի ազատագրման հետ։ Դրա համար էլ Հիսուսի մահվան եւ հարության վրգագործող աստեցությունը կոչվում է ազատկական խորհուրդ։ Գոյություն ունի նմանություն Եգիպտոսից իսրայելացիների ելքի ժամանակ գարան կենարար արյան եւ Հիսուսի զատկի ճշմարիտ գարան միջև եւ ողջ մարդկությանը բրգեց մահվան եւ մեղքի ստրկությունից։ Հիմա այսինչ որ կարդացի այս վերջին պրոբեին որքանով հասկանալի է, որքանով մանրամասն բացատրության կարիք ունի։ Չգիտեմ, դուք պետք է ասեք։ Սկզբի բացատրությունս արդյոք բավարար էր, որ հասկանաք ինչ որ հիմա կարդացի, կամ ավելի բացատրեմ։ Ոչ մեկ բան չունի ասել։ Ինչպես։ Պարզ, ինձ պարզ։ Ուրիշ։ Ուսամ բարձ է, եթե բարձ չէ, ինձի ասեք, որ ավելի բացատրություն տամ։ Ասկե հետո ինչ որ գրված է եւ այս գիրքը որ գրված է այդպիսի ձևով, որ երիտասարդները կարողանան կարդալ եւ առանցին հասկանան այս ամենը։ Ուրեմն հաջորդ հարցումը թե քանի խորհուրդ կա, բոլորս ալ գիտենք 7 խորհուրդ կա։ Խորհուրդներուն անունները գիտենք, չէ՞։ Մգրտություն, տրոշմ, հաղորդություն, ապաշխարություն, հիվանդացություն, կարգանայթյան եւ վսակ։ Ինչու կարիք ունենք այս խորհուրդներին։ Մենք խորհուրդների կարիք ունենք, որպեսզի մեր խեղճ մարդկային կյանքից անցնենք այն կողմ եւ Հիսուսի միջոցով նմանվենք Հիսուսին Աստծո զավակների ազատության եւ բարքի մեջ։ Ոնդեղ մնացած գրությունը չեմ գիտեր մարդկանց ընկած զավակները մգրտությամբ դառնում են Աստծո սիրելի զավակներ։ Տրոշմով դույլերը դառնում են ուժեղ, նվիրյալ, քրիստոնյաներ։ Ապաշխարությամբ մեղավորները հաշտվում են հաղորդության միջոցով, քաղցածները հաց են դառնում ուրիշների համար։ Վսակի եւ քահանայության կարգի միջոցով անհատները դառնում են սիրո ծառաներ։ Հիվանդած օծման միջոցով ուսալկվածները դառնում են վստահ մարդիկ։ Բոլոր խորհուրդների խորհուրդն ինքը Քրիստոսն է։ Նրա մեջ մենք մարդիկս եսասիրությամբ մոլորված աճում եւ հասունանում ենք դեպի ճշմարիտ կյանք, որ վախճան չունի։
Եթե ուրիշ բարերով այս ամենը պիտի ներկայացնեմ, պիտի ասեմ, որ Հիսուս շատ լավ գիտենալով մեր բոլորի բնությունը, մեր դժվարությունները եւ կյանքի տարբեր փուլերը, որ մենք տարբեր բաների պետք ունենք, այդ տարբեր փուլերուն ինչ որ պետք ունենք, անոր համեմատ Հիսուս մեզ տալիս է խորհուրդները, որ մեզ վերականգնի, զորացնի եւ առաջ տանի։ Ուրեմն Հայր Անդոն, եթե խնդրեմ, այս նախադասություններից միջից մեկը հաղորդության միջոցով քաղաքացիները հաց են դառնում ուրիշների համար, կբացատրեք մի քիչ չհասկացա, որովհետև Հիսուսի մարմինն է դառնում հաց, չէ՞ մեր համար, չհասկացա, մի հատ եթե խնդրեմ կբացատրեք։ իրավից լավ հարցում է։ Որովհետև Հիսուս որ ինքը իրեն դալիս է որպես հաց մեզ, նաև մեզ խնդրում է, որ մենք եւս լինենք հաց ուրիշներին։ Այսինքն մենք մեր ծառայությամբ է, որ մենք ուրիշին պիտի օգնենք, ուրիշին պիտի հագեցնենք։ Մենք Հիսուսը որ կընդունենք, ոչ թե պիտի ընդունենք, որպես Հիսուսը լինի մերը, այլ մենք ենք, որ կպատկանենք Հիսուսին, եւ սա իրապես որքան խորն է եւ որքան կարեւոր, որքան չեմ գիտեմ ինչ բառ գործածեմ, շատ ավելին է, քան ինչ մենք կարողանում ենք հասկանալ ըմբռնել։ Եվ առաքյալների օրոք, երբ որ հոգեկալության հետը իրենք սկսան ապրել այս կյանքը, իրենց համար սա ամբողջովին տարբեր բաներ, քան ինչ որ մենք այսօր ապրում ենք։ Որքան որ այսօր աշխարհի տարբեր կողմերը աշխատում են սա իրականացնելու, բայց մարդկության 99%-ը չուզեր հասկանալ այս նախադասությունը։ Ուրեմն առաքյալների ժամանակ ինչն էր, որովհետև մենք բոլորս դառնում ենք մեկ մարմին Հիսուսի մեջը, ուրեմն մենք պետք է ուշադրություն դարձնենք եւ օգնենք բոլոր մարդկանց, որ մեր չորս կողմն են, բոլոր քրիստոնյաներին պիտի օգնենք, որովհետև մենք բոլորս միասին մեկ մարմին ենք Հիսուսի մեջ։ Ուրեմն, որպես ես օգնեմ ուրիշին, ոչ թե ես իմ ավելորդես բամը պիտի դամ իրենց, այլ ես պիտի դամ որքան շատ եւ ավելին պիտի դամ, մինչեւ որ ինչպես Մարտիրոսյան գսե սիրել կնշանակե տալ, չես կրնար սիրել առանց տալու եւ պիտի դաս մինչեւ որ ցավ պատճառ է։ Այս նախադասությունը շատ կարևոր է եւ շատ լայն է։ Խնդիրը միայն դրամը չէ։ Իմ ժամանակես, իմ գիտելիքս, իմ ամեն ինչը կրծածից չափ պիտի դամ ուրիշին։ Ես պիտի լինեմ հաց, որպեսի ուրիշը ինձ ուդի։ Գիտեսեք որքան խորն է։ Սա է, ինչ որ եկեղեցին պահանջում է, բայց նույն ժամանակ եկեղեցին ոչ թե Հիսուս, եկեղեցին կողանում է շատ քիչով։ Դժբախտաբար սա է։ Եվ եթե իրապես հասկանանք այս խոսքերը եւ ընդունենք այս խոսքերը, մենք ոչ մեկ միլիարդադեր չենք կրնար ունենալ մեր չորս կողմը։
որովհետև մենք պիտի տանք եւ մեր ժամանակեն, եւ մեր գիտությունեն, եւ մեր էությունեն, եւ մեր տրամեն ամեն ինչեն պիտի տանք ուրիշներին։ Սա է ինչ որ Հիսուս պահանջում է։ 5 դագարանի մեջ 10% էր որ պահանջվում էր, բայց հիմա Հիսուս 10% չի պահանջում։ Բայց երբ որ կարդում ենք եւ Կորսկարակելոցը եւ Հակոբոսի նամակը, որ գսեր, եթե երկուշաբիկ ունիս եւ հարևանը չունի, մեկ հատ իրեն դուր։ Ով է ծևով կրնա մտածել։ Մեզ մե ով կարող է ծևով մտածել։ Բայց սա է բادرակի երթալը, բادرակի մասնակցելը։ Արեք գերեք սա իմ մարմինն է։ Եվ ամեն մեկը, որ հասկանում է այս իրականությունը, կահանայությունը ինչ է, ծառայություն է։ Կահանայությունը եւ բսակը երկուքն էլ ծառայություն են։ Ծառայել մարդկությանը, ծառայել քրիստոնյաներին։ Հայրադու շատ շնորհակալություն իմաստալից եւ քերացիկ բացատրության համար։ Խնդրեմ, երբ որ հարցումներ ունի, խնդրեմ մի վարանեք հարցրեք։ Ուրեմն, երբ որ նայում են խորհուրդներին, 3 խորհուրդ կա, որ մարդս կարող է միայն կյանքի ընթացքում միայն մեկ անգամ ստանալ. մգրտությունը, թրաշմը եւ կահանայությունը։ Այս 3 խորհուրդները, որովհետեւ ամբողջությամբ փոխում են անձը, այլևս գարիկը չկա, հնարավորություն չկա նաեւ, որ նորեն այդ խորհուրդները եւ մեկը որ մգրտվել է, այլևս նորեն չի կարելի մգրտել այդ անձին։ Այդ անձը որ թրոշմվել է, այդ թրոշմը, այդ Սուրբ Հոգու գնիկը եկած է եւ կմնա։ Ուրիշ թրոշում չկա։ Կահանայությունը նույն ձևով։ Դու ես կահանա Հավիդյան, ըստ կարգի Մելքիսեդեկի, ասում են մեր աղոթքները։ Իսկ մնացածը մենք կարող ենք ստանալ որքան որ պետք է։ Հաղորդությունը շատ պետք է ստանալ, խոստովանանքը որքան որ պետք ունենք, վերջին օծումը նորեն, մեկ անգամ չէ, որ վերջին օծումը պիտի ստանանք, քեշեմ եւ մայրս եւ հայրս 5-6 անգամ ստացան։ Ամեն անգամ որ հիվանդած օծումը կստանային, ավելի կարող չանային, որովհետև վերջին օծում չէ, այլ հիվանդած օծում է եւ օծում է, որ բոլոր աղոթքները օծման աղոթքները, որ խնդրում են այդ հիվանդին վերականգնվելը։ Ամուսնությունն մի բան է, որ եթե երկեն մեկը մանա, կարող է նորեն ամուսնանալ։ Եվ հունդերը մնացած էջի բացատրությունները այսինքն 111 էջի բացատրությունները այն է, որ սրանք ոչ թե մարդիկ կարող են իրենց ուզածին պես անել, այլ եկեղեցին իր օրենքներ ունի եւ եկեղեցին է, որ այդ ամենը կմտակարարի։
ոչ մեկը իրավունք չունի իր ուզած ձևով մատակարարելու։ Ցեզի բզիկ մի բան ասեմ, ես այսօր ժողովրդապետության մեջ չեմ։ Եվ ուր որ ես ապրում եմ, բզիկ մադուր կա, անկնար բզիկ չէ, մի մադուր է, որ ես ամեն օր կբադարակեմ։ Ուրեմն մի ընտանիք, որ շատ մոտ է, ուզեցին, որ իրենց դուստրը մգրդեմ։ Ես իրավունք չունիմ մգրդելու այդ մադուրի մեջ եմ։ Եվ որովհետև ժողովրդապետ չեմ, ուրիշ տեղ ես իրավունք չունիմ մգրդելու։ Բայց ընտանիքը նամակ գրեց սրբազանին, խնդրելով, որ արդյոք հնարավոր է, որ ես մգրդեմ այդ երեխան այս մադրան մեջը։ Սրբազանը պատասխանեց ասելով, որ թող մգրդե, բայց ոչ մադրան մեջը, այլ Գումրու եկեղեցու մեջ։ Եկեղեցին ինքն է, որ կմատակարարի։ Ուրեմն նաև ես եթե ցանկանայի երթալ եւ մգրդել այդ եկեղեցու մեջը, ես իրավունք չունիմ։ Ժողովրդապետը կրնա ինձ թույլտվություն տալ կամ չի տալ։ Եկեղեցին է, որ այդ ամենը կորոշի։ Նաև խոստովանանքը գիշեմ անգամ սա բադահեց Երուսաղեմում 1960 թվականին։ Ուրեմն վարդապետը որ անցնում էր փողոցով մի օրիորդ մոտեցավ իրեն եւ ասեց այսօր կրնաս իմ խոստովանանքը լսել աշիշտ աղջիկս դարեկա դեր եւ շատ կատակասեր սա անշուշտ աղջիկս կրնամ լսել բայց արձակում չեմ կրնալ դա ուրեմն երբ որ կանան հիմա եթե ես երտամ ուրիշ երգիր ես իրավունք չունիմ ondega խոսանանք լսելու բացի եթե մահամերձ է գիշեմ ես դարիներ առաջ էր 70-ական թվականին էր ամերիկա գնացի 2 ամիսով եւ այդ ժամանակ մենք ամերիկայի մեջ եպիսկոպոս չունեինք հայ եպիսկոպոս չունեինք ագատոյե բայց 2 ամիս որ ես պետք է ondega եւ բادرակել եւ խոսանանք լսել ուրեմն Ֆիլադելֆիայի մեջ էր Ֆիլադելֆիայի կարդինալին կով գնացի որ ինձ իրավունք տա որ ես կարողանամ արարողությունները կատարել եկեղեցին է պատասխանատու անցիկ չեն եւ նաեւ եկեղեցին կրնա հիմա նաեւ եկեղեցին կարող է ինձ արգելել եւ խոսանանքը եւ կրնա արգելել որ ես քարոզեմ որովհետեւ քարոզնա իմ ցերկս չէ սրբազանն է որ իրավունք կոդա բայց եպիսկոպոսը ոևէ եպիսկոպոս ինքը այդ իրավունքը ունի աշխարհի մեկ ծայրը եւ խոսանանք լսելու եւ տարբեր բան խորհուրդները մատակարարելու բացի կանացերնատրելը մի քիչ ավելի խրտին է ինչևից ուրեմն 176 հարցումը այն ինչ որ ասել էի խորհուրդները կարելի է ընդունել մեկ անգամ եւ ավելի
177-ը հարցումը ինչու է հավատքը նախապայման սուրբ խորհուրդների համար։ Սա իրականության մեջ է բավական խրտին հարց է, որովհետև երբ որ մեկը պիտի մգրդվի եւ եթե մանուկ է կնկահայրն է, որ վարտաբեդը կարծին է, այսին կանան կարծին է կնկահոր եւ եթե չապահաս է, չապահասին, ինչ կուզես եւ պատասխանը, որքան որ հայերենով հայկական եկեղեցու մեջ մենք ասում ենք հավատք հույս սեր մգրդություն, իրականության մեջ փուն պատասխանը պետք է լինի հավատք եւ հետո կանան շարունակեցելով հավատքը քեզի ինչ պիտի շնորհե հավիտենական կյանք եւ կանան շարունակե ուրեմն հավատքն է ուրեմն մեկը որ պիտի մգրդվի ոչ թե մգրդվում է որովհետև հավատք ունի այլ որովհետև հավատքն է որ խնդրում է եկեղեցուց եւ մեր բոլորի հավատքը սահմանապակ է քիչ է եկեղեցու ամբողջ եկեղեցու հավատքն է որ կատարյալ է եթե ոչ մեր հավատքը շատ դգար է շատ սահմանապակ է ուրեմն մենք մգրդվեցինք որպեսզի հավատքի շնորհը ստանանք մեր մգրդությամբ է որ ստացանք բայց եւ այնպես մեկը որ հավատքի մասին որևէ գաղափար չունի դա չպետք է մգրդվի մինչև որ սովորի որոշ բաներ եւ մգրդվի եւ մգրդվելուց հետո ոչ թե վերջացավ նոր սկսավ իր սովորելու ամեն կետերը Այրյոթ 98-րդ հարցը եթե խորհուրդ մատակարարողը ինչ որ մեկի կողմից ով անարժան է արդյոք այն դառնում է անարդյունավետ ինչ կգործեք եկեղեցու պատմության մեջ է սկիզբը երկրորդ երրորդ դարին մեծ խնդիր էր եկեղեցու մեջ սրբազանները ակին վիճապանություն ունեին այս գետի շուրջ որ եթե մեկը մեղքի մեջ է կանան մեղքի մեջ է արդյոք իր մատակարարած բادرակը ընդունելի է իր մատակարարած մգրդությունը կամ տրոշմը կամ ինչ որ է ընդունելի է ուրեմն եկեղեցին սկիզբեն որոշեց բավական հազար մասին վիճապանություն ունենալուց հետո որոշեցին որ այո տարբերություն չներ որովհետև խորհուրդը Հիսուս ինքն է որ մատակարարում է այդ քահանայի միջոցով եթե քահանան արժանի է արժանի չէ երկրորդական է կարևորը անշուշտ նախընտրելի է որ ինքը լավը լինի արժանի լինի այդ անելու բայց խորհրդի ասացությունը կախված չէ իր արժանի կամ անարժան լինելու հետ Okay որևէ ասելիք ունիք որևէ հարցում ունիք Լիլիթ կոծես էշը
Եթե ոյեպամը չկա, բարի գիշերս եմ, մինչև կալ շաբաթ օրը։ Okay. Կալուրպատ մայիս մեկն է, պրոբլեմ չունիք, չէ։ Մայիս մեկին գրնանք մենք տասներ կամ ոչ։ Լսում եք, չեք լսում, մսակ չեմ հասկանար։ Ես որ ինձ հարմար է։ Ինձ է հարմար։ Խնդիր չկա։ Լավ, ուրեմն կալուրպատ օրը շարունակենք։ Արտացեք մի քիչ, հա, եւ այդ հարցումներ ունեք, պատրաստեցեք ձեր հարցումները։ Լավ, բարի գիշեր ձեզ բոլորին։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։